Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների նա որոշ ժամանակ գտնվել է միգրանտների ժամանակավոր պահման վայրում, այնուհետև տեղափոխվել է օդանավակայան եւ արտաքսվել Դաշնությունից։ Հասանովը նախկինում բողոքարկել էր արտաքսման որոշումը, սակայն դատարանը չէր բավարարել բողոքը։ Ադրբեջանական մամուլը գրում է, որ Բախտիար Հասանովի Ռուսաստանի քաղաքացիությունը չեղարկվել էր անցած տարի։ Ինչու են նրան զրկել քաղաքացիությունից, իսկ այնուհետև արտաքսել պաշտոնապես հայտնի չէ, սակայն ԶԼՄ-ների տվյալով Հասանովին կասկածում են անօրինական միգրացիայի, կեղծարարության, ստվերային սխեմաների եւ միջեթնիկ լարվածություն հրահրելու համար։ Սակայն չի բացառվում, որ որոշումը քաղաքական է եղել, հաշվի առնելով վերջին շրջանում Մոսկվա-Բաքու լարվածությունը։ Հասանովի դեպքը միակը չէ, անցած տարվանից ադրբեջանական Սփյուռքի այլ ներկայացուցիչներ եւս ձերբակալվել կամ արտաքսվել են։ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Իրանի շուրջ զարգացումներին, հայտարարել գլխավոր նպատակը միշտ եղել է թույլ չտալ, որ Իսլամական Հանրապետությունը միջուկային զենք ունենա։ Նաև լուրեր են շրջանառվում, որ Սպիտակ տան ղեկավարը մտադիր է ուժեղացնել Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը եւ աննախադեպ պատժամիջոցներ կիրառել։ Թրամփը նաև մեկնաբանել է տեղեկությունը, որ Իրանը եւ Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նավագնացության երթուղու քարտեզի շուրջ եւ նավերի ժամանակավոր անցման անվտանգ սխեմա են մշակել։ Մինչդեռ Վաշինգտոնը պնդում է, որ նեղուցը ամերիկյան վերահսկողության տակ է եւ այնտեղով անհնար է անցնել առանց ԱՄՆ-ի թույլտվության։ Միացյալ Նահանգների նախագահը զգուշացրել է, եթե Օմանը խառնվի եւ խանգարի ԱՄՆ-ին, ապա կդառնա թիրախ։ Այս ֆոնին արաբական ԶԼՄ-ները գրում են, որ ԱՄՆ-ն եւ Իրանը որոշել են երկարաձգել հրադադարը, այն կգործի եւս 60 օր։ Պաշտոնապես այս տեղեկությունը դեռ չեն հաստատել ոչ Վաշինգտոնը, ոչ Թեհրանը։ Զուգահեռ Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակը հայտարարել է, իր երկիրը հաղթանակ է տարել թե ռազմական, թե քաղաքական առումով, իսկ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը չեն հասել իրենց նպատակներին։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հավելել է, իրանցիները պետք է հպարտանան դրանով։ Այսպիսով Մերձավոր Արևելքում տարբեր ուղղություններով լարվածությունը պահպանվում է, Եմենի հութիները շարունակում են երկրի կառավարման ուժերին եւ Սաուդյան Արաբիայում օբյեկտներին հարվածներ աջակցություն Իրանի։ Եմենի բանակից տեղեկացրել են, որ ի պատասխան միայն վերջին ժամերին 180-ից ավելի ռազմական գործողություններ են իրականացրել հութիների նկատմամբ, ինչի հետևանքով անսարալաշարժման ներկայացուցիչներ են զոհվել եւ վիրավորվել։ Լարված է Գազայի ուղղությամբ, Իսրայելը հրաժարվում է ընդունել կարգավորման ամերիկյան կողմի ծրագիրը։ Այս ֆոնին ըստ տեղեկությունների Սպիտակ տան բանագնաց Ջարեդ Քուշները հանդիպել է Համասի ղեկավարության հետ քննարկելու խաղաղության ծրագիրը եւ շարժման զինաթափումը։ Հանդիպումն անցել է Եգիպտոսում։ Քուշները բանակցել է նաեւ Եգիպտոսի նախագահի, արտգործնախարարի եւ հետախուզության ղեկավարի հետ։ Վերջերս Մարոկոից Իսպանիայի Սեուտա քաղաք անցած հարյուրավոր միգրանտներ բողոքի ցույց են անցկացրել, պահանջելով, որ իրենց թույլ տան մնալ Իսպանիայի տարածքում եւ ապաստան տրամադրել։ Նրանք պաստառներ են պարզել, չենք ցանկանում վերադառնալ Մարոկո եւ մենք նույնպես մարդ ենք գրություններով։ Ակցիային մասնակցել է շուրջ 8000 մարդ։ Շատ միգրանտներ այժմ ապրում են լողափերին կամ Սեուտայի ծայրամասերում, սպասելով մինչև իշխանությունները կորոշեն թույլ տալ նրանց մնալ Իսպանիայում, թե վերադառնալ Մարոկո։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իսպանիա անօրինական մուտք է գործել ընդհանուր առմամբ շուրջ 72000 միգրանտ, մոտ 70000-ն արդեն վերադարձել է։ Այժմ Իսպանիայի իշխանությունները փորձում են կարգավորել եւ հստակեցնել երկրում մնացած միգրանտների իրավական կարգավիճակը։ Զուգահեռ աշխատանքներ են տարվում ուժեղացնելու Սեուտայի սահմանը։ Լրացուցիչ ուժեր են տեղակայվել։ Դիանա Գասպարյան, լուրեր։